Հայաստան Միացյալ Նահանգներ նոր ուղի խաղաղության քարտեզով։ Հայաստանի Հանրապետությունն ու Միացյալ Նահանգները ներկայացրել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնության իրականացման շրջանակը։ Իրան թվեր, որոնք այլևս չեն թաքցնում։ Իրանի իշխանություններն առաջին անգամ ընդունել են բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 2000 զոհի առկայությունը երկու շաբաթ տևած կոշտ ճնշումների ֆոնին։ Մինեսոտա բողոքներ, արցունքաբեր գազ եւ դատարան։ Մինեապոլիսում ներգաղթային գործողություններին ուղեկցող բողոքների ընթացքում կիրառվում է բիրտ ուժ։ Նահանգը եւ քաղաքապետերը դատարանում պահանջում են կասեցնել գործողությունը։ Անօթաչու թռչող սարքեր երկինքը վերահսկողության տակ է։ Միացյալ Նահանգները նախատեսում է $115 միլիոն ներդնել հակադրոնային համակարգերում FIFA-ի աշխարհի առաջնության եւ անկախության 250-ամյակի միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։ Գնաճ դեկտեմբերի Միացյալ Նահանգներում CPI-ն աճել է 2.7%-ով։ Սննդամթերքն ու վարձավճարները շարունակում են թանկանալ, խորացնելով մատչելիության ճգնաժամը։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Սկսենք օրվա կարևոր թեմայով։ Միացյալ Նահանգներ եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները համատեղ հայտարարությամբ ներկայացրել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնության իրականացման շրջանակը, որը նոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այսօր Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են նախագծի գործարկման հիմնական ուղենիշները։ Նախաձեռնությունը հիմնվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել էին նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։ Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ բազմամոդել տարանցիկ փոխկապակցվածության ստեղծում, որը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ եւ Հայաստանը դարձնելու է տրանսկասպյան առևտրային երթուղու առանցքային օղակ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ նախաձեռնությունը լիովին հարգում է պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը եւ նպատակ չունի ստեղծել իրավական պարտավորություններ Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար։ Թրիփի միջոցով Հայաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ ենթակառուցվածքներում, զարգացնել ժամանակակից մաքսային եւ սահմանային կառավարման համակարգեր, ստեղծել կայուն եկամտային հոսքեր, ընդլայնել արտահանման հնարավորությունները նոր շուկաներում, խորացնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ։ Նախագծից ակնկալվում է նաեւ աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիաների փոխանցում, համատեղ ձեռնարկությունների զարգացում եւ աշխատուժի վերապատրաստում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաձեռնության միջոցով նպատակ ունի բացել նոր շուկաներ ամերիկյան բիզնեսի եւ ներդրումների համար, ապահովել հումքի, կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների հասանելիություն, ստեղծել ԱՄՆ Եվրոպա-Ասիա առևտրային նոր երթուղիներ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Նախագծի իրականացման համար նախատեսվում է հիմնել TRIP զարգացման ընկերություն, որը կգործի Հայաստանի ինքնիշխան տարածքում Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո։ Ըստ նախնական պայմանավորվածությունների ընկերության 74% բաժնեմասը կառաջարկվի Միացյալ Նահանգներին, 26%-ը կմնա Հայաստանին։ 49 տարվա ընթացքում նախատեսվում է համագործակցության ընդլայնում, Հայաստանի բաժնեմասը հասցնելով մինչև 49%-ի։ Ընկերությունը պատասխանատու կլինի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ, թվային եւ ուղեկցող ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ շահագործման համար։ Կկիրառվի front office, back office մոդելը, որտեղ մասնավոր օպերատորները կմատուցեն տեխնիկական աջակցություն, իսկ բոլոր ինքնիշխան որոշումները կընդունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմինները։ Հայաստանը շարունակելու է ներդնել ռիսկերի վրա հիմնված մաքսային ստուգումներ, թվայնացված գործընթացներ, մեկ պատուհան համակարգեր եւ միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային կառավարում։ Նշվում է, որ նախաձեռնության հաջողությունը կախված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացից, Հայաստան-Թուրքիա կարգավորման զարգացումից, ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունից, տարածաշրջանային կայունությունից եւ համագործակցությունից։ TRIP նախաձեռնությունը բնութագրվում է որպես Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խորացման նոր փուլ, որը միտված է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև տարածաշրջանային ինտեգրման եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո եղել է հայտարարություն, որն արել է պետքարտուղարը Միացյալ Նահանգների։ Այն ներկայացնում եմ ամբողջությամբ։ Այսօր միայն մի կարճ խոսք։
Մենք պատրաստվում ենք ստորագրել եւ շարունակելու ենք աշխատել այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ, որը մեր կարծիքով բացառիկ օրինակ է։ Մի կողմից այն բացում է Հայաստանը բիզնեսի համար եւ հնարավորություն է տալիս տնտեսական բարգավաճման, սակայն դա անում է այնպես, որ որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա։ Ամեն ինչ կատարվում է լիարժեք հարգանքով Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ Սա հիանալի օրինակ է եւ միևնույն ժամանակ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները շարունակաբար ամրապնդելու եւս մեկ միջոց, որոնք արդեն իսկ շատ ուժեղ են եւ շարունակում են ավելի ամրանալ այս համաձայնագրերի միջոցով, նույնիսկ TRIP-ի շրջանակից դուրս։ Մենք կարծում ենք, որ TRIP-ի այս համաձայնությունը իրականում կդառնա համաշխարհային մոդել այն բանի, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ թուլացնելու պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք համոզված ենք, որ սա հիանալի կլինի Հայաստանի համար, հիանալի կլինի Միացյալ Նահանգների համար, հիանալի կլինի բոլոր ներգրաված կողմերի համար, բայց վերջնականապես կլինի օրինակ ամբողջ աշխարհի համար։ Եվ մենք լիովին հանձնառու ենք այս գործընթացին ու այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում այն առաջ մղելու ուղղությամբ։ Հարգելի հայրենակիցներ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, մի անտեսեք լուրերը լայքելու անչափ, փոքրիկ, բայց մեզ համար կարևոր գործողություն է եւ եղեք ակտիվ մեկնաբանություններ բաժում։ Կանխավ շնորհակալ եմ։ Իրանի մասին խոսենք, Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 2000 մարդ, այդ թվում անվտանգության ծառայողների աշխատակիցներ են զոհվել, այս մասին այսօր հայտնել է իրանցի պաշտոնյա, սա առաջին անգամն է, երբ իշխանություններն ընդունում են զոհերի այսքան բարձր թիվը երկու շաբաթ տևած համազգային անկարգությունների կոշտ ճնշման ֆոնին։ Պաշտոնյան, որը զրուցել է Reuters-ի հետ ու հրաժարվել է հրապարակել անունը, հայտարարել է, որ այն անձինք, որոնց ինքը անվանել է ահաբեկիչներ, պատասխանատու են թե ցուցարարների, թե անվտանգության աշխատակիցների մահվան համար։ Նա սակայն չի ներկայացրել մանրամասներ, թե կոնկրետ ովքեր են զոհվել։ Մենք սարսափած ենք Իրանի ամբողջ տարածքում ցուցարարների նկատմամբ անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունից։ Այս մասին էլ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակը, մեղադրելով Թեհրանին բողոքներին դաժան ճնշումներով արձագանքելու մեջ։ Խաղաղ ցուցարանների սպանությունները պետք է դադարեցվեն։ Ցուցարարներին ահաբեկիչներ անվանելը նրանց նկատմամբ բռնությունը արդարացնելու համար անընդունելի է, ասել է խոսնակը։ Բողոքի ցույցերը հաճախ ուղեկցվում են նաև անկարգություններով, որոնք դարձել են Իրանի հոգևոր իշխանության համար առնվազն վերջին 3 տարիների ամենախոշոր, ամենամասշտաբային ներքին մարտահրավերը։ Կառավարությունը փորձել է հավասարակշռել իր արձագանքը, մի կողմից ազդարարելով ցուցարարների այսպես կոչված օրինական տնտեսական դժգոհությունները լսելու պատրաստակամություն, մյուս կողմից խոստանալով կոշտ պայքարել այն անձանց դեմ, որոնց անվանում է խռովարարներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրավապահ մարմինները լիակատար վերահսկողություն ունեն իրավիճակի նկատմամբ եւ մեղադրել է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին բռնության սրմանը նպաստելու մեջ։ Նա նաև պնդել է, որ հանգստյան օրերին գրանցված զոհերը շարունակությունն են նախորդ տարի 12-օրյա պատերազմի, որի ընթացքում Իսրայելն ու Իրանը փոխադարձ օդային հարվածներ էին հասցրել, իսկ Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին իրանական միջուկային օբյեկտները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես իրականացնող ցանկացած երկրի ապրանքների վրա 25% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Իրանը խոշոր նավթ արտահանող է։ Թրամփը նշել է, որ Իրանի նկատմամբ պատժիչ քայլերի շրջանակում դիտարկում է նաև նոր ռազմական գործողությունների հնարավորությունը։ Եթե նրանք սկսենք մարդկանց սպանել այնպես, ինչպես արել են անցյալում, կարծում եմ Միացյալ Նահանգները նրանց շատ ուժեղ կհարվածի, նախկինում ասել էր Թրամփը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հաղորդակցության ուղիները շարունակում են դեռևս բաց մնալ։ ԱՄՆ իշխանությունները Թեհրանում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավորության դեպքում երկիրը լքել ցամաքային ճանապարհով Հայաստանի կամ Թուրքիայի ուղղությամբ, հաշվի առնելով բողոքի ցույցերով պայմանավորված անվտանգության իրավիճակը։ Այսօր նախագահ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է իրանական պաշտոնյաների հետ բանակցությունների հնարավորությունը Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին եւ ուղերձ է ղել Իրանի քաղաքացիներին, ասելով, որ օգնությունը ճանապարհին է։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ բնույթի օգնության մասին է խոսքը, սակայն հայտարարությունը հնչում է հատկապես այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ նա ասել էր, որ Իրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ Իսլամական Հանրապետության վրա հարված հասցնելու իր սպառնալիքներից հետո։ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակած իր վերջին ուղերձով կարծես կտրուկ փոխել է դիրքորոշումը Իրանի կառավարության հետ շփումների հարցում։ Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել, վերացրեք ձեր ինստիտուտները, պահպանեք սպանողների եւ բռնարարների անունները, նրանք մեծ գին են վճարելու։ Ես չեղարկել եմ իրանական պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեն։ Օգնությունը ճանապարհին է։
գրել է Թրամփը True Social հարթակում հրապարակած առավոտյան գրառման մեջ։ Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս է սպառնացել Թեհրանին ռազմական գործողություններով, եթե իր վարչակազմը պարզի, որ Իսլամական Հանրապետությունը մահաբեր ուժ է կիրառում հակակառավարական ցուցարարների դեմ։ Կիրակի Թրամփը լրագրողներին ասել էր, որ կարծում է Իրանը սկսում է հատել այդ կարմիր գիծը եւ որ ինքը իր ազգային անվտանգության թիմը քննարկում են շատ կոշտ տարբերակներ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա խոսքով իրանցիները փորձում են կապ հաստատել ԱՄՆ-ի հետ։ Երեք նախագահի թիմը զգուշավոր լավատեսություն էր հայտնել, որ հնարավոր է դարձել դիվանագիտական լուծումը։ Այնինչ դուք հրապարակավ լսում եք իրանական ռեժիմից, էապես տարբերվում է այն հաղորդագրություններից, որոնք վարչակազմը ստանում է փակ ուղիներով, եւ կարծում եմ նախագահը հետաքրքրված է այդ ուղերձների ուսումնասիրությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը։ Սակայն միևնույն ժամանակ նախագահը ցույց է տվել, որ չի վախենում ռազմական տարբերակներ կիրառելուց։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոնյաները հանդիպումներ են շարունակաբար ունենում Թրամփի համար տարբերակներ մշակելու նպատակով դիվանագիտական մոտեցումից մինչև ռազմական հարվածներ։ Իրանը երկրի խորհրդանի խոսնակի միջոցով նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը ուժ կիրառի ցուցարարներին պաշտպանելու համար, ապա Միացյալ Նահանգների զինված ուժերն ու Իսրայելը կդառնան օրինական թիրախներ։ Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության տվյալներով երեքշաբթի օրվա դրությամբ Իրանի բոլոր 31 նահանգներում տեղի ունեցել ավելի քան 600 բողոքի ակցիա։ Խմբի տվյալներով զոհվածներից 1850-ը ցուցարարներ են, իսկ 135-ը կառավարության հետ կապ ունեցող անձինք։ Նշվում է նաև, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է 16,000-ը։ Իրանը բախվել է ինտերնետի գրեթե ամբողջական անջատման, քանի որ իշխանությունները խստացնում են վերահսկողությունը համազգային բողոքի ցույցերի դեմ։ Անջատումը սկսվել է հունվարի 8-ին, կտրելով գրեթե բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցերը։ Ինտերնետի մոնիթորինգով զբաղվող NetBlocks կազմակերպությունը հայտնում է, որ ոչ արբանյակային կապը նվազել է նորմալ մակարդակի մոտավորապես 1%-ի։ Այնուամենայնիվ, որոշ իրանցիներ դեռևս կարողանում են մնալ առցանց Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետ ծառայության շնորհիվ, որը ինտերնետ է փոխանցում ցածր ուղեցրում գտնվող հազարավոր արբանյակներից եւ որոշ շրջաններում շարունակում է գործել, չնայած երկրում դրա արգելքին։ Starlink-ի կառուցվածքն այնպիսին է, որ շատ դժվար է ամբողջությամբ արգելափակել այն։ Քանի որ Starlink-ը ունի շատ արբանյակներ, հնարավոր չէ ներսից խոցել մեկ արբանյակ։ Նրանք պետք է դա անեն տեղում, ինչը նշանակում է, որ ծառայությունը ամբողջությամբ չի անջատվում։ Այդ պատճառով իրանական ռեժիմի համար չափազանց դժվար է այն ամբողջովին խափանել։ Starlink-ը լիցենզիա չունի Իրանում գործելու համար եւ խորհրդանը արգելել է դրա օգտագործումը սահմանելով խիստ պատիժներ։ Մասկը նախկինում հայտարարել էր, որ ծառայությունը այնտեղ ակտիվ է եղել մոտ 100 տերմինալով դեռ 2022 թվականի վերջից, ինչը շատ փոքր թիվ է 92 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար։ Շարունակենք արդեն այլ թեմաներով, Մինեապոլիսում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք զուգորդվում են ներգաղթային գործողությունների հետ։ Դաշնային ծառայողները ցուցարարների դեմ շարունակում են նաև կիրառել արցունքաբեր գազ եւ այլ նյութեր։ Կառավարության այս գործողությունները տեղափոխվում են դաշնային դատարան, որտեղ Մինեսոտա նահանգը եւ երկու քաղաքապետեր դատավորից պահանջում են անհապաղ կասեցնել իրականացվող օպերացիան։ Այդ դիմումի վերաբերյալ լսում դեռևս չի նշանակվել։ Դատական հայցում նշվում է, որ ներքին անվտանգության նախարարությունը խախտում է սահմանադրության առաջին փոփոխությունը եւ այլ սահմանադրական իրավունքներ թիրախավորելով առաջադեմ դեմոկրատներին աջակցող եւ ներգաղթյալներին ընդունող նահանգը։ Ակցիաները մեկնարկել են Ռենե Գուդի սպանությունից հետո։ Տարածված երևույթը, երբ մարդիկ սուլում են ու ծաղրում, տեսնելով զինված դաշնային գործակալներին, որոնք շրջում են մեքենաներով կամ քայլում փողոցներում, ինչը շատ է նյարդայնացնում վերջիններիս։ Մինեսոտայի Բրուքլին Պարք քաղաքում, ինչպես նաև այս շաբաթ երկրի այլ վայրերում տեղի ունեցած նման ներգաղթային ակցիաների ընթացքում ուսանողներն էին անգամ միացել ցուցարարներին։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի սկզբից ի վեր նահանգում իրականացվել է ավելի քան 2000 ձերբակալություն եւ հայտարարում է, որ չեն նահանջելու։ Նախարարության խոսնակ Թրիշլա Մակլաֆլինը արձագանքելով դատական հայցին մեղադրել է Մինեսոտայի պաշտոնյաներին հանրային անվտանգության անտեսման մեջ։ Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ երկու օրենսդիր հայտարարել են, որ ներկայացնում են օրինագիծ, որը կդյուրացնի դաշնային ծառայողների դեմ քաղաքացիական իրավունքների խախտման գործերով դատական հայցերի ներկայացումը եւ կսահմանի իմունիտետի հաղթահարման մեխանիզմներ, սակայն օրինագիծը դժվար թե ընդունվեն հանրապետականների վերահսկողության տակ գտնվող կոնգրեսում։ Միացյալ Նահանգները նախատեսում է $115 միլիոն ներդնել հակադրոնային միջոցառումների մեջ FIFA-ի աշխարհի գավաթի խաղարկության եւ Ամերիկայի անկախության 250-ամյակի միջոցառումների ընթացքում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ներքին անվտանգության նախարարության արված հայտարարությունը եւս մեկ անգամ նշան է, որ կառավարությունն ուժեղացնում է դրոններից պաշտպանվելու համակարգերը։ Հայտարարության մեջ նախարար Քրիստի Նոեմը նշել է.
Մենք մտնում ենք նոր դարաշրջան, մեր օդային գերակայությունը պաշտպանելու, մեր սահմաններն ու Միացյալ Նահանգների ներքին տարածքը անվտանգ պահելու համար։ FIFA-ի աշխարհի գավաթի խաղարկությունը լինելու է լուրջ փորձություն։ Սպասվում է, որ մրցաշարի համար հունիսին Միացյալ Նահանգներ կայցելի ավելի քան 1 միլիոն մարդ։ Պաշտպանական ընկերությունները մշակում են դրոնների դեմ պայքարի տարբեր տեխնոլոգիաներ, ներառյալ հետևման ծրագրային ապահովում, լազերային համակարգեր, միկրոալիքային միջոցներ եւ ինքնավար գնդացրային համակարգեր։ Ներքին անվտանգության նախարարությունը չի հստակեցրել, թե այդ տեխնոլոգիաներից որոնք են կիրառվելու աշխարհի գավաթի խաղարկության անցկացման վայրերում, ավելի վաղ էլ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը, որը գործում է ներքին անվտանգության նախարարության կազմում, հայտարարել էր 250 միլիոն դոլարի դրամաշնորհների տրամադրման մասին աշխարհի առաջնության խաղեր ընդունող 11 նահանգներին հակադրոնային տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքները գնալով ավելի մեծ մտահոգություն են առաջացնում, հատկապես այն բանից հետո, երբ ուկրաինական պատերազմը ցույց է տալիս դրանց մահաբեր հնարավորությունները։ Վերջին շրջանում դրոնների հետ կապված միջադեպերը խափանումներ են առաջացրել նաև եվրոպական եւ ամերիկյան օդանավակայաններում։ Եվ վերջին լուրը տնտեսական, որը շատ մեծ ազդեցություն ունի մեզ բոլորիս վրա, Միացյալ Նահանգներում դեկտեմբերին սպառողական գները աճել են, պայմանավորված հատկապես բնակարանի վարձավճարների եւ սննդամթերքի թանկացմամբ։ Դեկտեմբերով ավարտվող 12 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը CPI-ը աճել է 2.7%-ով, ինչը համընկնում է նոյեմբերյան ցուցանիշի հետ։ CPI-ի աճը լիովին համապատասխանել է տնտեսագետների սպասումներին։ ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած զեկույցը ամրապնդել է այն կանխատեսումները, որ դաշնային պահուստն այս ամիս տոկոսադրույք չի փոխի։ Միևնույն ժամանակ այս տարվա ընթացքում տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը դեռևս մնում է օրակարգում, քանի որ հիմքային գնաճային ճնշումները նախորդ ամիս թուլացել են։ Այդուամենայնիվ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի գնաճային տվյալները հաստատում էր իր պահանջը դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին հորդորելու նվազեցնել տոկոսադրույքները։ Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ գնաճի թվերը նշանակում է, որ Փաուելը պետք է տոկոսադրույքները նշանակալիորեն իջեցնի։ Այնուամենայնիվ, սննդամթերքի գները դեկտեմբերին աճել են վերջին ավելի քան 3 տարիների ընթացքում ամենաբարձր տեմպով, իսկ բնակարանի վարձավճարները մնացել են բարձր մակարդակի վրա։ Սա ընդգծում է մատչելիության խորացող ճգնաժամը, որի հետ բախվում է Թրամփի վարչակազմը։ Բարձր գնաճը նվազեցրել է նաև Թրամփի հավանության վարկանիշը եւ այս տարի դառնալու է քաղաքական զգայուն թեմա, քանի որ նա եւ հանրապետականները պայքարում են կոնգրեսում վերահսկողությունը պահելու համար։ Փաուելի եւ Թրամփի միջև լարվածության սրումը հանգեցրել է նրան, որ տնտեսագետների մեծ մասը չի ակնկալում տոկոսադրույքների կրճատում մինչև Փաուելի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ մայիս ամիսը։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը սկսել է քրեական հետաքննություն Փաուելի նկատմամբ, ինչը դաշնային պահուստային համակարգի ղեկավարը բնութագրել է որպես տոկոսադրույքների վրա ազդելու փորձի պատրվակ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։